շատերը մտածում են, որ էսա դե որը, ասենք մի շաբաթ էլ կլինեն ռմբակոծություններ ու պատերազմը կավարտվի։ Այսինքն ես տեսնում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր գործողություններով փորձում է միջազգային էներգետիկ շուկայում առաջացնել ճգնաժամ, հարվածելով Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես արևմուտքին սպասարկող էներգետիկ ենթակառուցվածքներին, նաեւ փակելով Հորմուզի նեղուցը, որ արդեն հայտարարեցին, որ թույլ կբացում ենք, բայց ԱՄՆ եւ ԵՄ երկրներ որևէ նավթամթերք կամ այլ բան տեղափոխող նավերին թույլ չենք տալու անցնեն, կխորտակենք, նաեւ նավեր են խոցել այդտեղ, եւ այս իմաստով ես տեսնում եմ, որ արևմտյան պլանը հետեւյալն է այս պահին հնարավորինս հարվածներով դադարեցնել հարձակումը իրանական Պարսից ծոցի երկրների վրա, որ արաբական աշխարհը մի հատ հանդարտվի, ասի լավ, դե լավ, սկսում ենք նորմալ հունի գալ ապրելու եւ որից հետո նոր փորձել երկրի ներսում որևէ բան անել, որովհետեւ կարծես նայ, եթե չեն հաջողում շատ արագ դադարեցնել այդ անսահմանափակ այդ անօթաչու սարքերի որ հարվածային այդ սարքերը գնում են դեպի տարբեր երկրներ, ռազմաբազաներին հարվածում, Իրանը պնդում է, որ 500 ամերիկյան զինվորական են արդեն սպանել, Միացյալ Նահանգները չի հաստատում, եթե չեմ սխալվում 5-ին են հաստատել, բայց եթե սա շարունակվում է, այսինքն անցած հաղորդման մեր լավատեսությունը որ դե լավ նավթի գները այդքան չեն բարձրանա, ինչ որ զապասներ ունեն, բան չէ, ինչ որ բաներ կա։ Մենք ասում ենք չեն բարձրանա, եթե այսինչ բաները չլինեն, այդ բաները լինում են։ Բայց արդեն այդ բաները լինում են, գները բարձրանում են, հետարքիր հայտարարություն է արել ՌԴ նախագահը 2 օր առաջ, որ եթե Եվրոմիությունը որոշել է, որ 2 ամսից թե մի ամսից կասեցնի գազի գնումը մեզանից, ինչ կարծիք եք, որ մենք այնա հիմա դադարեցնենք, այսինքն ինքը ըստ էության ժողովրդի ասած կրակի վրա բենզին է լցնում, այսինքն այդ էներգետիկ ճգնաժամի մեջ իր ներդրումն ունենում է, բնականաբար ԵՄ-ում չէին մտածել, որ տենց են, որ ռուսական գազից հրաժարվում են, հեսա ուրիշ կողմերից եկող գազերի խնդիրը չեն ունենալու, եւ ես մտածում եմ, որ այսինքն փորձ է արվելու հնարավորինս ջախջախել այդ հարվածային ունակությունները Իրանի Իսլամական Հանրապետության